Ողջույն, ձեզ հետ են Մարիան եւ Սուրենը The Tripping Couple-ը։ Մեկ ամիս Կամբոջայում անցկացնելուց հետո առանձնացրել ենք ամենահետաքրքիր օրերը, որոնք կտեսնեք այս վլոգում։ Սա մեր Կամբոջայի երկրորդ այցն է։ Կշրջենք հայտնի տաճարներով, կայցելենք Մետաքսի գործարան եւ կկիսվենք մեր ճամփորդության այլ հետաքրքիր դրվագներով։ Քանի րոպեից արդեն լքում ենք Փնոմ Պենը, ուղղակի այստեղ ենք 2 օր հանգստի համար եւ աշխատանքային շաբաթը վերջացնելու համար։ Ահա մեր ավտոբուսը, որով գնալու ենք Siem Reap։ VIP ավտոբուսով ենք գնում, ինչպես տեսնում եք, այստեղ ունենք համովիկները, որ մեզ տվել են, շատ հարմար նստարան, այսպես որը հարկում է եւ մենք ճանապարհը ավելի հանգիստ կգնանք, հենց մեր կողքին զուգարան։ Փնոմ Պենից Siem Reap ավտոբուսի տոմսերը ամրագրել ենք on-line Bookway հարթակի միջոցով։ Bookway-ը on-line հարթակ է, որտեղ կարող եք ամրագրել տարբեր տրանսպորտային միջոցներ աշխարհի ցանկացած վայրում։ Օգտագործեք մեր պրոմոկոդը 5% զեղչ ստանալու համար։ Հղումը նկարագրություններում։ Ժամը արդեն 9 է, վերջապես մենք ժամ անեցինք, այստեղ ունենք welcome drink եւ սրբիչներ։ Այստեղ նվեր ունենք հյուրանոցի կողմից 30 րոպե ոտքի մասաժ։ Room tour Կամբոջայի մեր բնակարանից։ Տուկ-տուկ, կարծես թե դուռը բաց է, ողջույն, ամեցիներ։ Մեզ է ողջունում միանգամից մեծ այսպիսի պահարաններ, սալատներով։ Այստեղ մեր սա հանգույցն առանձնացված, ինչպես տեսնում եք, որովհետեւ հարաբար մեծ այգի ունենք այստեղ։ Այստեղ մեր ննջասենյակն է, մեծ անկյունով, մեծ աշխատասեղան սառնարան փոքրիկ բազմով։ Եվ քանի որ այստեղ երկար ենք մնալու, փորձեցինք մեզ ավելի կոմֆորտաբլ եւ մի հատ մենք տեսանենք, նայում ենք հենց այգուն եւ լողաբազանին։ Ռոց էի պատվիրել, որ ուտեմ մեկ էլ Մարիան բակարան, փորձեմ արդեն մի մոցից կիրավ։ Փորձում ենք Ֆիշամոկ Կամբոջայի ավանդական բանն է, մի հատ կփորձես սուր զուկա, զուկով է պատրաստած կարտոֆիլ, իրենք բրնձով են մածտուցում, ու ինքը կարիով է ամբողջությամբ։ Բոմբություն։ Պատահաբար ռեստորանում նվեր ենք ստանում, Վալենտինի տոնիկը։ Առաջի ուտեստը փորձել ենք բանանի տերևով պատրաստված աղցան, մյուսը ծմբուկի մեջ պատրաստված միս։ Բարև Siem Reap-ից, ինչպես տեսնում եք Սուրենն է եւ մոտոն։ Սա մեր առաջին մոտոն է իդեպ 2 տարի ճամփորդության ընթացքում։ Իմանանք նաև նրանց պիցցան, ապա մենք ինչ ախորժելի տեսք։ Փորձելու ենք happy pizza։ Եկել ենք տոմսերը գնելու, ուրեմն այստեղ 7 օրանոցներ են, հետո 3 օրանոցներ, հետո 1 օրանոց կանք գնացինք տոմսերը, սպասում ենք հիմա կտան, այս կողմում եք ալխապներ, մեր տոմսերը պատրաստ է, այնենք, մեր դեմքերը, ծոր անիրական է։ Լույս ես հետ են Մարիան և Սուրենը դրոջները և մենք այսօր անկարողացի տարածքում ենք, արդեն մտել ենք տաճարի տարած, որոշել ենք մի քանի նկարահանում անել, բայց քանի որ անցած անգամ բոլոր տաճարները այցելել ենք, հիմնական կարևոր տաճարները այցելել ենք, այս անգամ ուղղակի գնում ենք նկարելու։ Գնացել եմ ես կոկոս վերցնի, մեր բայք էստեղ ենք կանգնացրել։ Աղելու է ծիծաղելու չի, բայց մեծ բավականություն ուրախություն այ մոտ ինչ որ եկե, ինչ ես մոտը որոշեցի քշեմ, այդպես հələ մի ես կողմը։ Ինչ լավ եղանակ, Siem Reap-ում։
Անկոր համալիրի մասին ունենք 3 վլոգ մեր առաջին այցից, որտեղ մանրամասն պատմում ենք տաճարների եւ Կամբոջայի պատմության մասին։ Կարող եք դիտել դրանք։ Տաճարը Տապրոհոմն է, արմատներով տաճարը։ Տապրոհոմ 12-րդ դարի։ Բացկությանը նայեք, սուրենն է։ Ինչ սիրունա չէ։ Մենք այս ամեն ինչը եկեք դուրս գանք։ Ահա, օհո։ Ինչ սիրունա։ Իսկ այստեղ, օրինակ, ես եմ տանը։ Այստեղ մեր սիրելի ծառն է, հենց Անջելինա Ջոլին նկարվել է այստեղ։ Եվ իհարկե մենք ենք այստեղ։ Շատ սիրուն։ Տաճարը, որը լավագույններից է պահպանված, միակն է, որը չեն կտրել ծառերը, չեն արմատները հանել, քարերը վերականգնել մի խոսքով, որպեսզի նշան թողնեն, թե իրականում ինչպիսին էր բնության եւ տաճարի կապը։ Մի խոսքով իրականում շատ սիրուն է, իսկ մնացած տաճարները հիմնականում մաքրել են, արդեն մաքրած տարբերակներ տեսնում վերականգնված։ Ինչ ինֆորմացիա գիտես աղջիկը։ Եկել ենք այս մի հիասքանչ տաճարը, որ ճիշտ ասած չգիտենք հիմա բարձրանանք թե չէ։ Ասում ես տաճարները եկել ենք մենք էլի։ Այո, եկել ենք հիմա մտածում ենք բարձրանանք թե չէ։ Շոկ ուղղակի անտոնելի։ Իսկ բարձրանալը դեպի կարողացնու վիդեոն շատ շոկ է, ու մենք պատրաստվում ենք բարձրանանք այս տաճարը։ Այ այս։ Ինչպես տեսնում եք, մենք չենք ալարել եւ բարձրացել ենք վերև, հիմա արդեն վերևի հատվածում ենք, տեսեք։ Այս չքնաղ տեսարանով կանգ ենք առել։ Չեմ կարող բացատրեմ ինչքան սիրուն է։ Եկեք ես ձեզ հիմա ավելի մոտիկից ցույց կտամ։ Սա փղիկների տերասայի հատվածն ենք եկել, բայց քանի որ շատ շոկ է, որոշեցինք ուղղակի պտուղ տալ, չիջնենք քայլելու։ Իդեպ Սիեմրիպը բավականին շատ ակտիվ է դարձել, ամեն տեղ նոր սրճարաններ, նոր շուկաներ են բացվել, այսպես
շատ կտեսնեք տարածքում կարգի նման։ Կարող եք բարձել եւ շրջել ամբողջ տաճարի տարածքում։ Տեսեք, այստեղ գալիս են հարսանիքների նկարահանումներ են անում։ Ուղղակի անտանելի շոկ է չեմ։ Վերջապես հասանք Բայոնին։ Իհարկե կարծում եմ մի քիչ ուշ ենք եկել, որովհետեւ արդեն օրը շատ է խփում։ Այստեղ Մարիան իր կոշիկները հանեց, որպեսզի ավելի լավ զգա Բայոնի քարերը։ Երբ որ ոտաբոբիկ ուղղակի մեր ոտքերը դիպչում է այս 5 քարին, ու դու լրիվ այդ էներգիան զգում ես։ Ու ընդհանրապես խորհուրդ ենք տալիս ոտաբոբիկ շատ քայլել։ Ճանապարհին ես հիասքանչ տաճարն ենք տեսել ու սրա մոտ կանգ ենք առել։ Անցած անգամ սա բաց ենք թողել։ Բավականին մեծ է։ Շատ սիրուն է։ Կաու։ Մի հատ նայեք այս տաճարը ուր է բարձրանում։ Bragging rights, there you go. It's too hard. Ես չեմ գնացել, Սուրենը մենակ բարձրացավ։ Չնասած բարձրակրունկներով։ Հա, ապրես, բարձրակրունկներով չեմ ուզում բարձրանամ։ Այսպես հետաքրքիր տաճար է։ Ոնց հասկանում եմ, պատերը քանդվելու վրա է, դրա համար էլ այսպես երկաթներ են ամրացրել ապահովության համար, բայց ինչ սիրուն է, ու ինչ սիրուն տեսարան է բացվում։ Ուրեմն քայլելով եկանք հասանք ինչ-որ այսպես տաճարի մնացորդների։ Այստեղ չկա էլի տաճար իրականում։ Չգիտեմ ինչ էր նշված տաճար, բայց չկա տաճար։ Այն կողմից քայլելով եկել ենք ու այս մասով բարձրացել ենք դեպի տաճարը, դա ենք ձեզ ցույց տալիս, բայց իրականում չկա տաճար էլի, ուղղակի ավերակներն են մնացել։ Sitting here where the sun sets low, golden rays painting skies aglow. Memories float like wisps of smoke, whispering tales from days ago. Each ray a story, every hue, echoes of laughter, tears too. The world slows down, time's a blur. In this moment I am new. Sunset glow, a time to let go. The stars. Եվ ամենավերջում եկել ենք ամենագլխավոր տաճարը, Անկորը։ Ամենամեծ ճոճվող կամուրջը։ Այս ճոճվող կամուրջով գնում ենք Անկոր։ Վերջին նկարները անելու։ Ճանապարհին հավես ենք կանգնել, այստեղ կարող ենք $8 վերցնել ինչ ծովամթերք, որ ուզում ենք, այստեղ ծովամթերքի տարբերակներն են, խոխունջներ, կրաբներ, ամեն ինչ մի խոսքով, նաև պատրաստի տարբերակները կան արդեն ու այստեղ հոթփոթի նման մենք ենք պատրաստելու, իմաստացում եմ Սուրենը գա։ Նոր experience հոթփոթի աշխարհում, մի կողմի վրա դե Մարիան արդեն ցույց տվեց կրիվետկաներն են, իսկ հիմա Մարիան սկսեց մսեղենը տապակել։ Այստեղ մուսիկներն են, ծովամթերքները,
հատ օրով առավոտյան Մարիան եւ Սուրենը գնում են տուր մինչեւ աշխատանքը կսկսվի։ Բարի լույս օրը, բարի էր Մարիա եւ Սուրենի համար, այսօր գնում ենք ինչ-որ հետաքրքիր տուրի։ Get Your Guide-ով ընտրել եք շատ մեզ համար հարցական տուր է, գիտենք, որ ինչ-որ հետաքրքիր էքսպերիենսներ եք տեսնելու տեղացիների կյանքից։ Get Your Guide-ը on-line հարթակ է, որտեղ կգտնեք բազմաթիվ տուրեր ցանկացած երկրում։ Իսկ դե 5% զեղչի համար օգտագործեք մեր պրոմոկոդը, հղումը կրկին նկարագրություններում է։ Առաջի վայրը դա այս գեղեցիկ տաճարն է։ Անվանումը կգրենք ներքևում։ Տեսեք այստեղ աղամբները ոնց են աճել։ Իրոք։ Վաու։ Վաու, մեզ է դիմավորում երևի։ Վաու, դեմքը ինչ սիրուն է։ Ու Վաու, ինչ սիրուն։ ոնց բան է, այս կողմից գնում։ Ո՞վ ստեղել է մեկը դա։ Ոյ, իջացրեց։ Դեմքով ասած։ Գերում անա այստեղ ակլորիկին երևի։ Տեսեք, այստեղ բոլորը բացվել են։ Աղջիկներն էլ այսպես ման են գալիս շուրջ բոլորը։ Ամեն ակլորիկ Ինչ սիրուն են։ Ինչ սիրուն են։ Այստեղ կա։ Ուրեմն բարձվեց այս մեր դուպտի վարդը հենց մեր գիդն է ու մենք ես Սուրենը միայն երկուսով ենք լինելու այս տուրի ընթացքում արդեն մի վայր այցելեցինք իպես տեսակ եւ հիմա շարունակում ենք Քաղաքի մերձակա տարածությունը գործարան, որտեղ հորթերից ստանում են մետաքսը, այդ ամբողջ ընթացակարգը այստեղ մեզ ցույց են տալուս ամբողջ։ Այստեղ հատուկ աճեցնում են տերևիկներ ворթերին կերակրելու համար։ Նաև կարևոր ինֆորմացիա ворթերը չեն տուժում մետաքս ստանալու համար։ Նրանք ապրում են իրենց կյանքը մոտ 40 օրում։ Սնվում են եւ քիչ 4 ժամ հետո մահանում են ու ամենահետաքրքիրն է նա, որ զույգը ինը եւ տղամարդը զուն տալուց հետո միասին են մահանում։ Իհարկե Vietnam, Thailand or Laos, the yellow color and the white color. Իսկ դուք կարծնեք, թե ինչ է նշանակում այս ափսեներով ջուրը, սա դնում են, որպեսզի մրջյունները չկարողանան։ բոլոր անկյուններում դնում եք այսպես ու էլ կենթաները։ Եթե ունեք մրջյունների հետ խնդիր, այսպես կարող եք լուծել։ They don't eat anymore. Here they start to. They're full enough already. Երբ իրենց գույնը փոխվում է դեղինի, այնտեղից այն կանաչից վերցնում են ու առանձնացնում, որտեղ ինքը արդեն պատրաստ է։ Ինքը հաց չի ուտում, սկսում է թել իր մեջից անել, կոկոն գործել, որպեսզի դրա մեջ արդեն դետերնիկ դառնա ու նոր կյանք սկսվի։ Ու նոր կյանք, որը մի քանի ժամից, 3-4 ժամից ավարտվելու է։ Դեկորացիան սարքի, քանի որ իրենցից չի ստացվել մետաքս խանել, կանք մետաքսը ստանալու գործարանը։ Այնպես կոկոնները թել են դառնում, ասում ու ստանում ենք այսպես թել։ Այստեղ տեսանք ընթացքը ոնց են գործում, ոնց են վերջնական արդյունքին գալի հասկանանք, մի հատ փոքրիկ ворթիկից այս սկայտան աշխատանքն են ստանում։ Եկել են գործարանը, որտեղ արդեն հենց գործում են, ու այստեղ շորտերն են։ Ինչ նորը կրկիտ աշխատանք անում ու ինչ երկարվեք, իդեպ անգամ անդամալություններին այստեղ աշխատանք են տալիս։ Եվ վերջնական արդյունքը այստեղ իրենց խանութում է տեղադրված։ Ամեն ինչ ունեն գործած։ Մենք վերադարձանք քաղաք, այստեղ Սուրենն է։ Գնում ենք սրճելու, ապա վերադառնանք տուն աշխատանքի, ահա եւ ուրբաթ օրվա առավոտը։ Thank you too, brother. Have a good evening. Yes, yes, yes. Not the sticker. No. Եկավ ժամանակը լքելու Siem Reap-ը, մենք շարժվում ենք առաջ, գնում ենք Փնոմ Պեն եւ թռիչքի պատրաստվում ենք։
Եվ ահա Սուրենը, ահա Կամբոջա 7-նավականը, Պականեր Կամբոջա ջան, քեզ շատ սիրում ենք, բայց իրոք շատ սիրուն է 8-նավականը, մի հատ ներսից նայեք, ոնց որ ինչ-որ ինչի մեջ լինենք, Սուր, նոր ասացիր։ Կոկոմի մեջ։ Միացեք մեզ Instagram-ում եւ YouTube-ում մեր հետագա արկածները տեսնելու համար։